Պարոն Հարությունյան, ուզում էինք իմանալ այն ընկերություններն ու անհատները, որոնք գյուղմթերք են տանում Ռուսաստանի Դաշնությունում բացված նոր ֆիրմայով կամ մի քանի տարվա, բայց հարկերը չմուծված ֆիրմաներով Լարսից չեն ընդունում, այս խնդիրը նոր երևույթ է, թե արդեն կար։ Այս խնդիրը արդեն մոտավորապես մի քանի շաբաթ է, որովհետև եթե տեսնում եք Ծիրանի գինին չէ այսպես տավորվել, որովհետև բազմաթիվ ֆիրմաներ Ռուսաստանում ինչ-որ անծանոթ անկապ մարդկանց անունով ֆիրմա են բացում, ծիրանում տանում են շուկա վաճառում են, հարկերը չեն մուծում, այդ ֆիրման կորում էր։ Հիմա Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկել, որ նման միջադեպերը բացառի եւ հստակ, երբ որ նոր բացված ֆիրմայով Ծիրանը գնում է ռուսական նոր բացված ֆիրմայով ասում են Լարսից չեն թողում արգելվել։ Կարմիր գիծ է։ Այն ֆիրմաները, որոնք թեկուզ նախկինում եղել են եւ հարկերը չեն մուծել, այդ ֆիրմաներով էլ եթե ստուգում են տեսնում են այդ ֆիրմաները հարկեր մուծած չեն եւ այլն, նորից թողում են։ Դրա համար Հայաստանում այս տարի Ծիրանի գինը նման ձևի ընկել է եւ արտահանումը բավականաչափ դժվարացել է։ Իսկ ինչու է ՀՀ կառավարությունը կամ համապատասխան կառույցները ժամանակին չեն տեղեկացնում այս մասին։ Գյուղացիներ, որ նման իրավիճակ չլինի։ Մի հատ անամեստ հարց տանել, բայց իրանք հասկանում են, որ տեղեկացնեն։ Իրանք ուղղակի չեն հասկանում, չգիտեն ինչն է պատճառը։ Մենք մեր աղբյուրներով ճշտում ենք, ասում ենք։ Իսկ կարող ենք սա դիտարկել որպես արհեստական խոչընդոտ հայկական գյուղմթերքի արտահանման համար։ Իրականում չէ։ Այս պարագայում չէ, որովհետև այդ արհեստական խոչընդոտ չի, արդեն առաջի տարին չի, որ գյուղացու անունով վերցնում են տեղեկանք, այդ տեղեկանքով գյուղացու անունով արտահանում են կազմակերպում, Ռուսաստանն էլ մի հատ ֆիրմա է բացում, տենց ինչ-որ մեկի ենթադրենք տուն չունեցող որևէ մեկին սնանք, իր անունով ֆիրմա են բացում, հասնում են ապրանքը Ռուսաստանից վաճառում են ու այդ կորում են։ Բնականաբար այդ ոչ ֆիրմայի տնօրենը կա, ոչ ֆիրման կա եւ ոչ ավելացած արժեքի հարկ են մուծում, ոչ շահութակ եւ այլն։ Եվ Ռուսաստանը որոշել է այս քայլերով պաշտպանի հարկային դաշտը։